Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել BBC-ին սպառնալով դատական հայց ներկայացնել։ Աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը հայտնվել է աննախադեպ սկանդալի կենտրոնում, որը հանգեցրել է նրա բարձրագույն ղեկավարության, գլխավոր տնօրեն Թիմ Դեյվիի և լրատվության ղեկավար Դեբորա Թըրնեսի հրաժարականներին։ Պատճառը Թրամփի ելույթի խմբագրումն է, որը ոչ միայն առաջացրել է կողմնակալության մեղադրանքներ, այլև $1 միլիարդ դատական հայցի սպառնալիք։ Ամեն ինչ սկսվեց BBC-ի Պանորամա հաղորդման վավերագրական ֆիլմից, որը ցուցադրվեց Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից քիչ առաջ։ Ֆիլմում մոնտաժվել և իրար էին միացվել 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի ելույթի երկու տարբեր հատվածներ, ստեղծելով տպավորություն, թե նա ուղղակիորեն կոչ է անում բռնության Կապիտոլիումի վրա հարձակվելու համար։ Մինչդեռ ըստ Թրամփի փաստաբանների BBC-ն դիտավորյալ բաց էր թողել այն հատվածը, որտեղ նախագահը կոչ էր անում իր կողմնակիցներին երթով շարժվել խաղաղ և հայրենասիրաբար։ Ներքին զեկույցի արտահոսքից հետո բռնկված սկանդալի հետևանքով BBC-ի նախագահ Սամիր Շահը ստիպված եղավ հրապարակավ ներողություն խնդրել։ Ներողություն եմ խնդրում այն բանի համար, թե ինչպես էր թիմը խմբագրել նախագահ Թրամփի հունվարի 6-ին իր կողմնակիցներին ուղղված ուղերձը։ Ես չէի ցանկանում կորցնել Թիմ Դեյվիին։ Կարծում եմ, որ Դեյվին եղել է բացառիկ գլխավոր տնօրեն, և թույլ տվեք ասել, որ խորհրդի ոչ մի անդամ էլ չէր ցանկանում։ Պատասխանատվություն ստանձնելով հրաժարական տվեց նաև լրատվական բաժնի ղեկավարը։ Ես հրաժարական տվեցի, որովհետև պատասխանատվությունը ինձ վրա է, բայց ես կցանկանայի մեկ բան շատ պարզ դարձնել։ BBC News-ը ինստիտուցիոնալ կողմնակալ չէ, այդ իսկ պատճառով այն աշխարհի ամենավստահելի լրատվության մատակարարն է։ Ճգնաժամը հասել է նաև բրիտանական խորհրդարան։ Քաղաքական գործիչները պահանջում են պատասխանատվություն, բայց միևնույն ժամանակ մտահոգված են BBC-ի վրա Դոնալդ Թրամփի գործադրած ճնշումներով։ Կարծում եմ, որ հարցեր կան, որոնց BBC-ի խորհուրդը պետք է պատասխանի, թե ինչպես է պատկերացնում այս իրավիճակի կարգավորումը։ Բայց ես կարծում եմ, որ քաղաքական գործիչների համար այսօրվա առանցքային խնդիրն այն է, թե արդյոք նրանք պաշտպանելու են BBC-ին որպես ինստիտուտ։ Դոնալդ Թրամփը իր մեկնաբանություններով խաթարում է BBC-ի աշխատանքը, հարձակվում է ղեկավարության վրա, BBC-ի լրագրողներին կոչելով կոռումպացված։ Այս մեդիաարշավը հատկապես կարևոր է դարձել այն բանից հետո, երբ նախագահ վերընտրվելուց հետո Թրամփի դեմ հարուցված 4 քրեական գործերից 3-ը կասեցվեցին կամ փակվեցին։ Գաղտնի փաստաթղթերի և հունվարի 6-ի դաշնային գործերը փակվեցին 2024-ի նոյեմբերին նախագահական անձեռնմխելիության հիմքով։ Ջորջիայում ընտրությունները խախտելու գործը կանգ է առել դատախազ Ֆանի Վիլիսի հեռացումից և ընտրացակարգային խնդիրներից հետո ապագան մնալով անորոշ։ Ջին Քերոլի քաղաքացիական գործում Թրամփը մեղավոր ճանաչվեց 1990-ականների սեռական բռնության և զրպարտության համար, պարտավորվելով վճարել $88.3 միլիոն։ Նյու Յորքի գլխավոր դատախազի գործով Թրամփը $454 միլիոն տուգանք վճարեց արխիվները ուռճացնելու համար, և նրան ժամանակավորապես արգելվեց բիզնես վարել նահանգում, դատավճիռն այժմ բողոքարկվում է։ Ամենասկանդալային Նյու Յորքի փողլռության դիմաց գործով Թրամփը մեղավոր ճանաչվեց 34 կետերով։ Մեծահասակների համար ֆիլմերի ասեղ Սթորմի Դենիելսին 2016-ին վճարած գումարը թաքցնելու համար փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով, բայց ազատազրկումից խուսափեց։ Գործն այժմ բողոքարկման փուլում է։ Թրամփը և նրա ընկերությունները ներգրաված են եղել ավելի քան 4000 դատական գործերում, հիմնականում բիզնես վեճերի և պայմանագրային խնդիրների պատճառով։ Աննա Հարությունյան, Reopen Media։